Մենք տաղավարում ենք, շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, Մանե, վերջին շրջանում նկատել ես, չէ, որ կրտսեր միջին եւ ավագ սերունդը երբ հավաքվում են ինչ-որ միտեղ գնալու, լավ օր անցկացնելու, անբաժան է դառնում սեղանի խաղ հասկացությունը։ Այո։ Եվ դա իսկապես ողջունելի է, բայց իհարկե այս ամենի հետևում կանգնած են մարդիկ, ովքեր հեղինակում են, ովքեր ստեղծում են այն հետաքրքիր ժամանցը, որը եւ օգտակար է, եւ ինտելեկտուալ, եւ լավագույն հիշողությունն է դառնում առհասարակ մեզ համար։ Եվ այսպես խոսելու ենք Այլ կերպ ընկերության մասին, որը հիմնադրել են 3 հայուհիներ՝ Էլինա Մելիքյանը, Սոֆիա Խաչատրյանը եւ Անահիտ Հակոբյանը։ Ու թե ինչ նորություններ ունեն եւ առհասարակ հիմա ինչ հաջողություններ, կիմանանք հենց նրանցից։ Մեր տաղավարումը, ինչպես արդեն նշեց Հայկը, Էլինա Մելիքյանը, Սոֆիա Խաչատրյանը, Այլ կերպ ընկերության համահիմնադիրները, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ ու առհասարակ շնորհակալ ենք, որ 2014 թվականին որոշեցիք եւ ստեղծեցիք Այլ կերպը, որովհետեւ իսկապես մեր կյանքի կարծես ժամանցի անբաժան մասն են դարձել, իհարկե ոչ միայն Այլ կերպը, մյուս խաղերը եւս սեղանի, որոնց մասին դեռ կհասցնենք խոսել, մտովի տեղափոխվենք 2014 թվական։ Ինչպես 3 ընկերուհի համատեղ ջանքերով որոշեցին ստեղծել այս ամենը։ Միասին էինք աշխատում եւ խաղում էինք ընդմիջումներին սեղանի խաղեր, բայց ցավոք ռուսերեն կամ անգլերեն լեզվով էինք խոսում։ Ունեինք գործընկերներ, ովքեր դժվարանում էին այլ լեզուներով խոսել ու այդպես sense սպոնտան շատ մտքներովս անցավ, որ ինչի չստեղծել մերը հայկականը եւ տենց երեքով սկսվեց մեր ուղին։ Ես աշխատում էի դիզայնի վրա, աղջիկները բովանդակության, իրականում բավականին երկար ժամանակ ենք ծախսել հենց առաջին Այլ կերպի վրա, քանի որ շատ սկսնակ էինք, չգիտեինք ինչից սկսեինք եւ Հետաքրքիր է, որ գաղափարը արդեն 12 տարեկան է, որը դարձել է հրաշալի իրականություն նաև, եւ հենց գաղափարապես որքան ենք հասունացել, ինչ միտում կար սկզբում, բայց այս ընթացքում ինչը փոխվեց եւ ուր ենք ուզում դեպի հասնել։ Մի փոքր այսպես հոգեբանության մտքի գաղափարի մասին, եթե կարելի է։ Իրականում ամենասկզբից դա փոքրիկ քմահաճույք էր մեզ համար, մեր ցանկությունները բավարարելու, անել այն ինչը որ մենք ինքներս ենք ուզում, բայց անսպասելիորեն տեսնելով շուկայի արձագանքը ու պահանջարկը ինքն իրեն ոնց առաջացավ, փաստորեն մեզ նմանները շատ էին ու չգիտեինք, որոշեցինք քմահաճույքը վերածել բիզնեսի, բայց որի հիմքում մնաց մի շատ կարևոր գաղափար, դա մեր լեզվի ու մշակույթի պահպանումն էր։ Եթե մի քիչ sense գաղափարական դիտարկենք, լեզուն դա ցանկացած ազգի մեջ կենթանի օրգանիզմ է, որը պետք է կիրառես, որ պահպանվի ու դրա շնորհիվ է, որ մշակույթը ու ազգը իրեն պահպանում է։ Դրա համար, երբ որ մենք մեր առօրյայում շատ հաճախ մի քանի անգամ արտերկիր ենք գնում, գալիս ենք սկսում ենք օտար լեզուներով մեջբերումներ անել, խոսել, մեր լեզուն աղվաղաղվում է։ Դրա համար պետք է ժամանցը հատկապես երիտասարդների համար լինի լեզվի վրա հիմնված, որովհետեւ դա անդադ կիրառվի, եթե մենք չկիրառենք մեր լեզուն, նույնիսկ մեր առօրյա ժամանցում, հասարակ զրույցներում, ինքը ուղղակի կկորի։ Հա, դրա համար այդ լեզուն պահպանելը ոնց որ եղավ մեր բոլոր խաղերի հիմքում ու երիտասարդներին ներգրավել, քանի որ ենթագիտակցորեն իրենք են դառնալու այդ գիծը շարունակող, ուզեն թե չուզեն։ Մի խոսքով դա այն էր, ինչ որ ի սկզբանե էր, բայց հետո բիզնեսը նաև վերածեց ուրիշ գաղափարների, բացի զուտ սպառողական արտադրանք ստեղծելուց մենք հասկացանք, որ ինքը շատ կարևոր գործիք կարող է լինել կրթելու, վերապատրաստվելու, զարգանալու եւ կարևոր մեսեջներ, տեղեկություններ փոխանցելու համար։ Իսկապես շատ կարևոր է, որովհետև եթե վերցնենք հենց առաջինը, Այլ կերպ խաղը, այնտեղ ոչ միայն հայի, Հայաստանի եւ հայերենի մասին է, այլ նաեւ համաշխարհային մշակույթն է ներգրավված, օրինակ սպորտն է այնտեղ ներգրավված եւ ինչպես Այլ կերպից ծնվեցին արդեն հաջորդ խաղերը, որոնք դուք ստեղծեցիք, ինչպես օրինակ Զիլզարը, հետագայում նաեւ անդրադարձ է հայ արվեստագետներին, պատմամշակութային կոթողներին եւ պատկերասրահի հետ ունեք համատեղ խաղ, որը ստեղծված է։ Մենք ունեինք շատ երկրպագուներ, ովքեր բողոքում էին մեզ, բառացի, ինչու երեխաների համար չեք ստեղծում խաղեր, հատկապես Այլ կերպը, քանի որ երեխաները փորձում էին խաղալ ծնողների հետ եւ դժվարանում էին, այդպես գաղափարը ծնվեց Այլ կերպիկի։ Այդ ժամանակ իմ հիշելով մենք չունեինք մեր սեփական երեխաները։ Այդ ժամանակ մենակ մեզ համար էինք ստեղծում խաղերը։ Ահա թե ինչու չկար այդ ժամանակ Այլ կերպիկը։
Այո, քանի որ ամեն ինչ ստեղծվել է, շատ հետաքրքիր է, բայց հենց մեր կյանքի ոնց որ այդ ժամանակվա այո իրավիճակներին համապատասխան թե ինչով ենք մենք հետաքրքրվել, իհարկե լսելով մեր երկրպագուներին, մեր խաղացողների, ասենց ասած շունչը, կարծիքը, այո։ Եվ հետագայում մեկը մյուսին հաջորդելով հետո հայտնվեցին մեր բալիկները եւ հայտնվեց այլ կերպի մանկական տեսականի։ Արդեն զուտ իրենց կարիքներից ինչը կարող է իրենց լինել նույն մեր այլ գորգը հայերեն տառերով, փորձում ես երեխայի համար գորգ գտնել, բայց բոլոր ռուսերեն, անգլերեն տառերով ինչի՞ չունենք հայերենը։ Ու այդպես բոլոր խաղերը մեր երեխաների համար ստեղծելով, հիմա արդեն մեր երեխաները մեր խաղերի առաջին փորձարկողներն են։ Այո, առաջինը միշտ փորձարկում են, խստապահանջ են։ Շատ խստապահանջ են, փորձարկումները պարտադիր իրանք անում են, իրանց փորձելուց հետո մենք մի քանի անգամ էլ ինչ որ փոփոխություններ ենք անում, արդեն ըստ իրանց պահանջների։ Այնպես որ այո։ Գիտեք, եւ կարելի է զարմանալ, որովհետեւ հետաքրքիր է, որ վարկյանի մեջ ծնված գաղափարը դարձել է շատ մեծ ու կարեւոր իրականություն մեզանում, նախ իր առաքելությամբ լեզվի պահպանման, պարզապես ինտելեկտը եւ գրագիտությունը նաեւ զարգացնելու համար, ու մենք այս ամենը անում ենք հայերեն լեզվով, մեր մայրենիով։ Եվ արդյոք սփյուռքը հայությունից նաեւ ունեք հետաքրքրվածություն կամ արդյոք կա համագործակցություն, որ այս խաղերը որպես այդպեսին նաեւ սփյուռքում շատ ակտուալ լինեն ու պահանջված, որովհետեւ այնտեղ միանշանակ է, որ կա լեզվի պահպանման կարևոր խնդիրը եւ պայմանը նաեւ։ Իրականում ի սկզբանե այլ կերպից սկսած, հետո նաեւ մյուս տեսականի եւ մանկական խաղերը արտերկրում ունեն գործընկերներ, ովքեր ներկայացնում են, տարածում են, նաեւ գրախանութներ, ովքեր վաճառում են իրենց մոտ, ունեցել ենք նաեւ այնտեղ փոքրիկ հավաք մրցաշարերի տեսքով երեխաների համար, բայց ունեցել ենք լեզվային խնդիր, քանի որ այնտեղ մաշտոցյան ուղղագրությունն է կիրառվում, երեխաները դժվարանում են կարդալ։ Մենք հիմա նախաձեռնել ենք արդեն այլ կերպի արևմտահայերեն տարբերակի թողարկումը, քանի որ ինքը ֆիզիկապես իրեն տպագրել, հասնել կամ այնտեղ տպագրել ավելի մեծ ծախսերի հետ է կապված, որոշեցինք իրեն թողարկենք հավելվածի տեսքով, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհի հայությանը ու եւս մի փոքրիկ ներդրում կլինի մեր լեզվի պահպանման գործում։ Հիանալի եւ այլ կերպ խաղալու այդ ժամանց ապահովելու գայթակղությունը այնքան մեծ էր, որ շատ հաճախ մենք չենք ունենում այդ ժամանակ աշխատանքի բերումով զբաղվածության, որպեսզի ընկերներով խաղանք այլ կերպ ու այլ կերպը նաեւ հանրայինում իր ուրույն տեղը գտավ եւ առաջին ալիքը այլ կերպի հետ համատեղ ստեղծեց հեռուստախաղը, որի օգնությամբ ընկերները հավաքվում էին, երբեմն անծանոթ մարդիկ ընկերանում, ինչպես է նաեւ այս տարբերակը աշխատում այլ կերպի սիրահարների համար։ Կարծում եմ շատ սիրվեց եւ մեր համար երևի լավագույն հաղորդավարը ով կկարողանար ամբողջովին մեր խաղը ներկայացնել ճիշտ հեռուստադիտողին, դա Տարոնն էր։ Տարոն Իսպիրյանը, մեր շատ սիրելի 3 եթերաշրջան։ Այո, հիասքանչ ուղղակի հաղորդավար կարողացավ ճիշտ մատուցել խաղը եւ բոլորը շատ սիրեցին հենց իր մատուցմամբ եւ հիմա արդեն ունենք նաեւ սեղանի տարբերակը հեռուստախաղի, որտեղ ներառված է բոլոր 4 փուլերը, այո, 4 փուլերը եւ հիմա կարող են արդեն նաեւ խաղալ տանը ուղղակի հենվելով հարմարավետ բազմոցին Սա ձեր վերջին ու կարևոր նորություններից ու հաջողություններից մեկն էր, չէ՞։ Բայց ոչ միակը։ Բայց ոչ միակը։ Ինչ կա նորությունների շարքից։ Վերջին շրջանում իսկապես այնց սպառողական տեսականի մեր մի քիչ դանդաղ է աճում, նախատեսում ենք նաև խոսքի մեջի մանկական տարբերակը թողարկել, որ էլի շատ այնց տեմպով ազար գրավող խաղեր, բայց երեխաները երբեմն դժվարանում էին հարցերի բովանդակային բարդության պատճառով, ստեղծում ենք մանկականը։ Դեպ նորից երեխաների պահանջով մեր սեփական։ Ինչու դուք ունեք այդ խաղը, իսկ նրանք ոչ, բայց բացի երեխաներից մեր բոլոր խաղերը անցնում են նաև մասնագիտական ստուգում, որպեսզի հոգեբանորեն տարիքային ամեն ինչ ճիշտ համապատասխանի։ Մյուս նորություններից երևի թե ավելի շուտ սոցիալական եւ այսպես ասած կորպորատիվ համագործակցություններն են, որոնք ինչպես նշեցի, միտված են որոշակի իրազեկում կամ վերապատրաստում իրականացնելու։ Վերջին մեր համագործակցությունը եղել է World Vision-ի երևի, այո, աղետների կանխարգելման Առնապի ներքին գործերի նախարարության Առնապի դա ԱԻՆ-ի մաս է եւ World Vision-ի հետ համատեղ խաղ ենք ստեղծել, որը փրկարար ջոկատ է կոչվում։
եւ սովորեցնում է երեխաներին ճիշտ գործել աղետների ժամանակ, արտակարգ իրավիճակների ժամանակ ինչ վարք ցուցաբերել, որպեսզի ավելի ճիշտ լինի, կանոնակարգված լինի, խոճապի չմատնվել եւ ավելի ճիշտ լուծում գտնել։ Ի դեպ քարտեր այնտեղ բաժանել են 2 տարիքային խմբի, 4-ից 7 եւ 8-ից 14 համապատասխան բովանդակությամբ, համապատասխան տեղեկատվությունը փոխանցելու համար եւ այդ խաղը չի վաճառվում, այդ խաղը նախատեսված է դպրոցներում ու մանկապարտեզներում կրթական եւ նպատակով կիրառելու համար։ Գիտեք, ձեր գործունեության մեջ հստակ ու շատ կարևոր նպատակ կա, որ պարզապես չխաղանք, պարզապես ժամանց չլինի, այլ այդ ամենի հիմքում նաեւ լինի զարգանալը, կրթվելը, գրագիտությունը եւ հոգեբանորեն նաեւ երեխաների կամ պատանիների վրա դրական ազդեցություն ունենալը ու նաեւ ենթադրում ենք այս ամենի շրջանակում, որ հանդիպել եք շատ մարտահրավերների, ոնց եք հաղթարել եւ ոնց եք մտածում, նայում եք ոլորտը, տեսնում եք որն է բաց ու փորձում եք խաղի միջոցով այդ բացը լրացնել, ոնց է կատարվում խաղի ընտրությունը, ինչ այսպես փորձարկումներ են լինում, ուսումնասիրություններ են լինում նաեւ։ Թույլ տուր նաեւ հավելեմ հարցին, որ այլ կերպի շուկայում հայտնվելուց հետո շատ այլ արտադրողներ սկսեցին ստեղծել սեղանի խաղեր, ինչը հիանալի իհարկե տարբերակ է մրցակցային հարթակներ ստեղծելու համար։ Ինչպես է այս մրցակցությունը մեզ մոտ նաեւ հենց սեղանի խաղերի ժամանցային ինտելեկտուալ խաղերի շրջանակում։ Մրցակցային է, բայց շատ ընկերական, մենք բոլորին ճանաչում ենք, շփվում ենք շատ լավ եւ հուսով եմ եւս, չգիտեմ, մի փակագից բացենք երևի։ Փորձենք, մենք նախատեսում ենք ունենալ Երևան Game Fest, որտեղ սեղանի խաղերի մասշտաբային միջոցառում, որտեղ շատ ստավալվենք երբ ինչպես բան, որտեղ կարող են այցելուները ոչ միայն ծանոթանալ մեր շուկայում արտադրողներին, նրանց տեսականին, այլև մասնակցել կոնկրետ խաղերի մրցաշարերի, փորձեն իրենց ուժերը եւ հնարավորությունները այդ ոլորտում։ Այս պահից սկսած սեղանի խաղերի, ինտելեկտուալ խաղերի սիրահարները կարող են թիմով պատրաստվել, որպեսզի պատրաստ լինեն։ Արդեն իսկ գրեք 2 հոգու անուն ազգանուն, Հայկ Պետրոսյան, Մանե Մխոյան։ Մենք այլ կերպի մասնակիցներ ենք, առաջինն եք։ Սա հիանալի փորձ էր մեզ համար իդեպ, հենց թիմով առավոտ լուսոյի խաղալ այլ կերպ, առաջին ալիքի եթերում խաղալ եւ ուժերը փորձել, բայց քանի որ նշեցիր այդ մարտահրավերների մասին, հենց բիզնեսում կանայք երբեմն մարտահրավերների առաջ թևաթափ են լինում եւ չեն կարողանում առաջ շարժվել, իսկ ձեր այս բիզնես գաղափարը, որ արդեն 14 թվականից իրականություն է, հիանալի մոտիվացիա է այլ կանանց։ Ինչպես եք կարողացել 3 ընկերուհի հաղթահարել այդ դժվարությունները եւ ինչպես եք հասել այն կետին, որը հիմա ինչպես եք առաջ շարժվում։ Այս հարցերը մոտիվացիա։ Հարցերը հենց այնպես չեն հնչում, որովհետև հեշտ եք խոսում ձեր հաղթանակների մասին, բայց այդ ամենի տակ ծավալուն աշխատանք կա։ Կարծում երբ անում ես մի բան, որը սիրում ես, տրվում ես դրան, ինքնից ինքան հեշտ է ստացվում։ Բայց որ ասեմ այդպիսի դժվարություններ, որպես կին այդ ոլորտում հանդիպել ենք, հակառակը երևի թե ճիշտ ասած։ Միակ խնդիրը եղել է տեխնիկական մասը Սոֆյան կասի հետ, քանի որ փորձ չկար նախկինում մեր մոտ խաղերի տպագրության հավաքագրելու Խնդիրը ամենասկզբում է եղել, երբ պետք էր 1000 ամենամեր առաջի տպաքանակը ընդամենը 1000 խաղ է եղել եւ այդ 1000 հատը պետք էր հավաքել այնպես, որ ամեն մեկի մեջ 301 քարտ լինի եւ 301 քարտն էլ չկրկնվի։ Տպարանը չուներ այդ փորձը, թե ոնց կազմակերպել այդ ընթացքը եւ խառնաշփոթ էր ստեղծվել եւ մենք ընկերուհիներով, մեր մյուս ընկերուհիներն էլ մենք երեքս հիմնադիրներն ենք, բայց մենք ունենք շատ լավ ընկերուհիներ, ովքեր միշտ մեր մեջքին են կանգնած, բոլորով գնում ենք տպարան, հավաքվում ենք մեր տանը եւ այդ 1000 հատը մենք նորից հավաքել ենք 301 1000 տուփ, ոչ միայն հավաքել ենք, հետո մեկ անգամ եւս ստուգել ենք, որ հանկարծ սխալ չլինի։ Քիչ պերֆեկցիոնիստ ենք։ 301000 խաղաքար, այո, ամեն մեկը առանձին հավաքվել է տուփերում եւ սիրով է հավաքվել ու դա է պատճառը, որ այլ կերպը եւ այլ կերպի արտադրած մյուս բոլոր խաղերը դարձել են մեր ժամանցի անբաժան մի մասը, ինչի համար շնորհակալ ենք եւս մեկ անգամ։ Մենք կսպասենք ձեզ կրկին մեր տաղավարում, որպեսզի խոսենք այդ փառատոնի մասին, բայց դա արդեն հաջորդ զրույցի ընթացքում։ Շնորհակալ ենք ձեզ օրվա հաճելի շարունակություն։ Մենք շարժվում ենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, հաճելի զրույցից հետո։